1970 առաջին թվականի գարնանը, երբ Արցախի լեռներում դեռևս գուժում էր վերջին ձյանկամին, մի կին քայլեց այն ուղիներով, որոնք տասնամյակներ անց կդառնային արյան եւ մոխրի խորհրդանիշ։ Նա կրում էր իր հետ մի փոքրիկ տետր, մագաղաթե կազմով, որտեղ գրվեին բանաստեղծություններ, որոնք երբեք չպիտի հրատարակվեին իրենց ամբողջական տարբերակով։ 3 տասնամյակ անց, երբ արխիվատարները փորձեցին վերականգնել այդ ձեռագրերը, նրանք գտան ամենակարևոր էջերի բացակայությունը՝ պատրված, կտրված կամ պարզապես վերածված սև քառակուսիների գաղտնազերծման կնիքների տակ։ Ինչով էր վախեցնում մի տարեց կնոջ ձեռագիրը, որ անգամ նրա մահից հետո 2006 թվականի օգոստոսի 16-ին արխիվները մնացին փակ արագության աստիճանով, որը սովորաբար վերապահված է պետական գաղտնիքներին։ Ո՞վ էր այդ մարդը, ում բանաստեղծությունների մեջ կարդացողները հիմա փնտրում են պատասխան հարցին, որը տանջում է ամբողջ ազգին։ Սիլվա Կապուտիկյան։ 3 վայրկյան, եւ դուք կկարծեք, թե ճանաչում եք այդ անունը։ Սովետական բանաստեղծուհի, հայրենասեր, խորհրդանշական հայ մայր, ում կերպարը զարդարել է անթիվ դպրոցական դասագրքեր եւ պաշտոնական պաստառներ։ Բայց այնինչ դուք չգիտեք, այնինչ որ 3 տասնամյակ թաքցվել է պետական արխիվների խորքում, փոխում է ամեն ինչ։ Մեր թիմը վերջին 8 ամսվա ընթացքում հավաքել է ավելի քան 300 էջ վկայություններ, լուսանկարներ եւ ձեռագիր նշումներ, որոնք բացահայտում են մի իրականություն, որը պաշտոնական պատմագրությունը ոչնչացրել է իր ճանապարհից։ Մենք խոսացինք անձանց հետ, ովքեր երբեք չեն տվել հարցազրույցներ։ Մենք մտանք այն տները, որտեղ դեռևս պահպանվում են արխիվային նյութեր, որոնք երբեք չեն դարձել հրատարակություն։ Եվ այն, ինչ մենք գտանք, խոսում է ոչ թե սովորական մի բանաստեղծուհու մասին, այլ մի կնոջ մասին, ով տեսավ այն, ինչ ուրիշները չէին կարող տեսնել, եւ ով փորձեց զգուշացնել մի ազգին, որը չէր ուզում լսել։ 1919 թվականի հունվարի 20-ին, երբ Երևանի փողոցներում դեռևս հնչում էր առաջին համաշխարհային պատերազմի վերջնահաշվի վախը, ծնվեց աղջիկ, ում անունը տասնամյակներ հետո կդառնար հայ ժողովրդի խղճի ձայնը։ Նրա մանկությունը անցավ ժամանակների շրջադարձի մեջ, հայոց ցեղասպանության հիշողությունն ու սովետական նոր կարգի խոստումը միաժամանակ ապրելով նրա ընտանիքում։ Սակայն այն, ինչ որ ձևավորեց Սիլվան որպես գրող, չէր բացահայտվի մինչև շատ ավելի ուշ, երբ նա արդեն դարձել էր հայտնի անուն, պարգևված խորհրդային բարձրագույն գրական կոչումներով։ Եվ հենց այդ պահից սկսվում է հարցը, որը մեզ ստիպեց սկսել այս հետաքննությունը։ Ինչու՞ մի բանաստեղծուհի, ով ստացել էր խորհրդային միության գրողների միության մրցանակները, ով անվանվել էր ժողովրդական դասական 1980-ականներին, հանկարծ դարձավ անձ, ում արխիվները փակեցին նույնիսկ նրա մահից հետո։ Ով վախենում էր այն նյութերից, որոնք նա թողեց։ Եթե դուք այսօր մտնեք Երևանի գրականության եւ արվեստի թանգարան, ուր պահպանվում է Սիլվա Կապուտիկյանի անձնական հավաքածուն, ձեզ կցույց տան նրա լուսանկարները, հրատարակված գրքերը եւ պաշտոնական կենսագրությունը։ Այն, ինչ ձեզ չեն ցույց տա, այն է մագաղաթե տետրը, որի մասին խոսեցին 3 տարբեր աղբյուր։ Նախկին թանգարանի աշխատակիցներ, ովքեր խնդրեցին մնալ անանուն։ Այդ տետրը, ըստ նրանց վկայությունների, պարունակում էր բանաստեղծություններ եւ նշումներ, որոնք Սիլվան գրել էր 1971 թվականին, երբ այցելել էր Արցախ։ Ինչու է այդ տետրը այսօր անհասանելի հետազոտողների համար։ Պաշտոնական պատասխանը՝ պահպանման անհրաժեշտություն։ Իրական պատճառը, ըստ մեր աղբյուրների, ավելի խորն է։ Երբ Սիլվան գնաց Արցախ 1971 թվականի ապրիլին, նա արդեն 32 տարի էր լրացրել իր գրական կարիերայի մեջ եւ վայելում էր խորհրդային պաշտոնական համակարգի ճանաչումը։ Բայց այդ այցը փոխեց ինչ-որ բան նրա մեջ։ Մենք խոսացինք մի տիկնոջ հետ, ով այդ ժամանակ երիտասարդ լրագրող էր Ստեփանակերտում եւ ով ուղեկցել էր Սիլվային նրա այցի ընթացքում։ Նա հիշում է, թե ինչպես Սիլվան կանգ առավ Շուշիի լեռներից մեկի վրա, նայեց ներքևի հովիտներին եւ լուռ մնաց ավելի քան 10 րոպե։ Նա արտասվեց, պատմում է վկան, բայց դա չէին արտասունքներ հիացմունքի կամ գեղեցկության։ Դա էին արտասունքներ մեկի, ով տեսնում է ինչ-որ բան, որ մյուսները չեն կարող տեսնել։
Երբ ես հարցրի, թե ինչու է լացում, նա պատասխանեց. այս լեռները պիտի պայթեն։ Միլիոններ տարի, թե պահ, ամենը միևնույն է։ Այդ բառերը պիտի պայթեն դարձան մաս նրա ամենահայտնի բանաստեղծությունից, որը կրում է այն անունը՝ պետք է պայթի, պետք է այրվի։ Պաշտոնական գրականագետները այդ բանաստեղծությունը մեկնաբանում են որպես ընդհանուր խոսք հայ լեռնաշխարհի եւ պատմության մասին։ Բայց եթե դուք ուշադիր կարդաք տողերը եւ համեմատեք դրանք այն իրադարձությունների հետ, որոնք տեղի ունեցան 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց 44 օրվա պատերազմը եւ Արցախի անկումը, դուք կտեսնեք այլ բան։ Նա չէր գրում լեռների մասին, նա գրում էր ազգի ճակատագրի մասին, եւ նա գիտեր, որ այդ ճակատագիրը անխուսափելի է։ Բայց ինչու նա չասաց դա բացահայտ։ Ինչու թաքցրեց իր զգուշացումները բանաստեղծական խորհրդանիշների մեջ։ Պատասխանը թաքնված է նրա անձնական կյանքի մի դրվագում, որի մասին քիչ է խոսվել պաշտոնական կենսագրություններում։ 1950-րդ թվականների վերջին, երբ Սիլվան արդեն ճանաչված բանաստեղծուհի էր, նա մասնակցել էր մի փակ հանդիպման, որտեղ քննարկվում էր Արցախի ապագան, խորհրդային համակարգի մեջ։ Այդ հանդիպման մասին գոյություն ունի միայն մի անուղղակի վկայություն, գրված Մայա Գանինայի հոդվածում, որը հրատարակվել է 1980-ական թվականների սկզբին։ Գանինան նշում է, որ Կապուտիկյանը այդ հանդիպման ժամանակ խոսել է Արցախի երկարաժամկետ խոցելիության մասին, բայց այդ խոսքերն անտեսվել են որպես բանաստեղծական գերաբերումներ։ Եվ հենց այնտեղից Սիլվան սովորեց մի դաս. ուղիղ խոսքը չեն լսում, բայց խորհրդանշական լեզուն կարող է անցնել գրաքննության միջով եւ հասնել գալիք սերունդներին։ Մենք փորձեցինք հասնել այդ հանդիպման արձանագրություններին, սակայն մեզ տեղեկացրեցին, որ դրանք չեն պահպանվել։ Եթե չեն պահպանվել պետական արխիվներում, ապա որտեղ են, կամ ավելի ճիշտ, ով ոչնչացրեց դրանք եւ երբ։ Այս հարցերը մեզ տարան դեպի հաջորդ շերտը այս պատմության մեջ՝ Սիլվա Կապուտիկյանի կապը այն մարդկանց հետ, ովքեր փորձում էին պաշտպանել Արցախը տասնամյակներ առաջ եւ ովքեր հիմա ապրում են լռությունում։ Երբ դուք լսում եք անունը Սիլվա Կապուտիկյան, դուք պատկերացնում եք պաշտոնական պորտրետը՝ բանաստեղծուհի, պարգև ստացող հայրենասեր։ Բայց կա մեկ այլ կերպար, որը գոյություն ունի ստվերներում, եւ այդ կերպարն է, որ իրականում հետաքրքրում է մեզ։ Դա կերպարն է մի կնոջ, ով հանդիպում էր մարդկանց հետ, որոնք երբեք չեն գրանցվել այցելուների ցուցակներում։ Ով ստանում էր նամակներ, որոնք երբեք չեն անցել փոստային համակարգով։ Ով խոսում էր իրադարձությունների մասին, որոնք դեռ տեղի չէին ունեցել, բայց նա գիտեր, որ տեղի կունենան։ Ինչպես նա գիտեր, ով էր նրան տեղեկացնում, եւ ամենակարևորը, ինչու նա չդադարեցրեց իր զգուշացումները, երբ հասկանում էր, որ ոչ ոք չի լսում։ 1971 թվականի այդ այցից վերադառնալուց հետո Սիլվան սկսեց վարքագիծ, որը նրա ընտանիքը բնութագրում էր որպես ոչ սովորական։ Նրա դուստրը, ով այժմ ապրում է Ֆրանսիայում եւ հրաժարվեց տալ հարցազրույց, մի անգամ նշել է մի հոդվածում, որ նրա մայրը սկսել էր գրել գիշերներով, անբացատրելի ինտենսիվությամբ, եւ որ այդ ձեռագրերը նա թաքցնում էր տանը, տեղերում, որտեղ սովորական գրքերը չէին լինի։ Ինչու մի բանաստեղծուհի, ով արդեն հրատարակում էր իր աշխատանքները պաշտոնական ուղիներով, կթաքցներ նոր ստեղծագործություններ։ Պատասխանը կարող է լինել, որ այդ գրվածքները չէին նախատեսված ընթացիկ հրատարակության համար։ Դրանք գրվում էին ապագայի համար, մի ժամանակի համար, երբ ճշմարտությունը կարող է ազատ խոսվել։ Մենք գտանք մի հին տեսախցիկի նյութ, որը նկարահանվել է 1978 թվականին, Կապուտիկյանի տանը կազմակերպված մի անձնական հավաքի ժամանակ։ Տեսանյութում երևում է Սիլվան, նստած իր գրասենյակում եւ խոսում հյուրերի հետ գրականության մասին։ Բայց եթե դուք ուշադիր լսեք խոսակցության ֆոնային աղմուկը, դուք կկարողանաք տարբերել մի բառակապակցություն, որը նա ասում է ցածր ձայնով մեկին, ով նստած է նրա կողքին։ Արցախը հիմա անվտանգ է, բայց 10 տարի անց։ Նա չավարտեց նախադասությունը, քանի որ տեսախցիկը շարժվեց այլ տեղ։ 10 տարի անց, 1988 թվականին, սկսվեցին առաջին արցախյան բախումները։ Արդյոք Սիլվա Կապուտիկյանը ուներ տեղեկատվություն, որ մենք չունենք։
Կամ նա պարզապես ուներ մարգարեական ընկալում, որը բխում էր նրա խոր պատմական գիտելիքներից և քաղաքական զգացողությունից։ Պաշտոնական պատմագրությունը նախընտրում է երկրորդ տարբերակը, քանի որ այն պահպանում է համակարգի պատկերը։ Բայց մեր հետազոտությունը վկայում է այլ բան։ Սիլվան չէր լինելու միակ անձը, ով տեսավ ապագան։ Նա էր մի անձ, ով խոսում էր այն մարդկանց հետ, որոնք արդեն պլանավորում էին այդ ապագան։ Եվ այդ մարդիկ այսօր կրկին լռում են։ Քանի հոգի իրականում ուներ այդ տեղեկատվությունը։ Մենք գիտենք ամենաքիչը 6 անուն։ Անձինք, որոնք հանդիպել են Սիլվայի հետ 1970-ականներին և 1980-ականներին, և ովքեր բոլորը ունեին մուտք գաղտնի տեղեկատվության։ Այդ մարդկանցից 3-ը մահացել են, 2-ը ապրում են արտերկրում, և 1-ը գտնվում է Հայաստանում, բայց հրաժարվել է խոսել։ Երբ մենք փորձեցինք մոտենալ վերջին անձին, 1980-ականների նախկին խորհրդական, ով աշխատել է Արցախի վարչական համակարգում, նա պատասխանեց միայն մի նախադասությամբ. Կապուտիկյանը գիտեր շատ ավելին, քան նա երբևէ գրել է, և դա նրան արժեցրեց ավելին, քան մենք երբևէ կհասկանանք։ Ինչին արժեցրեց։ Նրա առողջությանը, նրա անվտանգությանը, նրա մտքի խաղաղությանը։ Մենք ենք հայտնաբերեցինք բժշկական արխիվների մի հատված, որը վկայում է, որ 1980 թվականից սկսած Սիլվան սկսեց գրել սթրեսային հիվանդություններ, որոնք բնորոշ չեն գրողների համար։ Բժիշկը, ով բուժեց նրան, և ով նաև մահացել է 2012 թվականին, մի անգամ գրել է մի ծանոթագրություն, որ հիվանդը հաստատ արտահայտում է վախ որևէ անորոշ սպառնալիքից և հաճախ խոսում է արագընթաց վերջի մասին։ Որ վերջի մասին։ Նրա անձնականի, թե ավելի մեծ բանի։ Սիլվա Կապուտիկյանը ապրեց մինչև 2006 թվականի օգոստոսի 16-ը, բայց նա չապրեց այնքան, որ տեսներ 2020 թվականի կործանումը, որի մասին նա, ըստ մեր վերլուծության, լուրջ զգուշացրել էր։ Նրա վերջին հրատարակված բանաստեղծությունները, գրված 1990-ական թվականների վերջին, լի են մութ պատկերներով լեռների, որոնք փլվում են, հողմից տարվում, կորչում են հավերժության մեջ։ Գրականագետները դա կարդացել են որպես տարեց բանաստեղծուհու մելանխոլիկ մտորումներ։ Բայց եթե դուք շարենք դրանք ժամանակագրական հաջորդականությամբ և համադրեք Արցախի իրադարձությունների հետ, դուք կտեսնեք այլ բան։ Նա չէր մտորում անցյալի վրա, նա զգուշացնում էր ապագայի մասին։ Եվ ահա մենք հասանք այն հարցին, որը ստիպեց մեզ սկսել այս ողջ հետազոտությունը։ Եթե Սիլվա Կապուտիկյանը իրոք ուներ այդ տեղեկատվությունը, եթե նա իրոք գիտեր ինչ-որ բան, որ մենք այժմ փնտրում ենք պատասխանների մեջ, ապա որտեղ են այդ ցուցմունքները այժմ։ Ով ունի մուտք դրանց։ Եվ ամենակարևորը, ինչու այդ ցուցմունքներն այնքան վտանգավոր են, որ 17 տարի նրա մահից հետո դրանք դեռևս չեն դարձվել հանրային։ Եթե դուք կարծում եք, որ պատասխանը պարզ է, սպասեք մինչև դուք իմանաք մնացած պատմությունը։ Քանի որ այն, ինչ մենք հայտնաբերեցինք հաջորդ փուլում, փոխեց մեր ամբողջ ըմբռնումը այս դեպքի մասին։ Երբ Սիլվա Կապուտիկյանի դուստրը Արփիկը վերջին անգամ տեսավ մոր գրասենյակը 2006 թվականի ամռանը, 1 օր առաջ մոր մահվան, նա գտավ ինչ-որ բան, որն իմաստ չուներ իր համար այդ պահին։ Սիլվան, ով արդեն հազիվ կարողանում էր քայլել և խոսել, ցույց տվեց դեպի հին փայտե զամբյուղը, որը պահվում էր իր գրասեղանի ներքո, և խուլ շարժումով նշեց, որ այն պիտի այրեն։ Արփիկը չհասկացավ, ինչու իր մոր վերջին փափագը չէր կապված ընտանիքի հետ, աղոթքների կամ վերջին խոսքերի հետ, այլ մի ծակոտկեն զամբյուղի հետ, որը լի էր հին թղթերով։ Նա խոստացավ, բայց երբ մայրը մահացավ, հաջորդ օրը, օգոստոսի 16-ին, Արփիկը մոռացավ այդ խնդրանքը։ Այնքան ցավի և շփոթության մեջ, ինչքան միշտ ընկղմում է մարդկանց սուգը։ 3 օր անց, երբ ազգականները հավաքվեցին տուն, տեսակավորելու Սիլվայի անձնական իրերը, զամբյուղը անհետացել էր։ Արփիկը երբեք չիմացավ, թե ով տարավ այն, բայց մի տարի անց, երբ նա սկսեց հարցեր տալ, նրան պատասխանեցին միայն լռությամբ և խորհրդով։ Քո մայրը ուզում էր, որ որոշ բաներ մնան անբացատրված։ Այդ զամբյուղը պարունակում էր ամենից ավելի քան հազվագյուտ ձեռագրեր կամ անտիպ բանաստեղծություններ։
Մենք խոսեցինք մի անձի հետ, ով ներկա էր այդ տանը հուղարկավորության օրերին, հեռավոր ազգական, ով այժմ ապրում է Ռուսաստանում եւ ով համաձայնեց խոսել միայն անանուն պայմանով։ Նա հիշում է, որ տեսել է Զամբյուղի բովանդակությունը մի պահ, երբ ազգականները քննարկում էին, թե ինչ անել դրա հետ։ Այնտեղ էին ոչ միայն թղթեր, պատմում է նա, այլև ամսագրեր, նամակներ, որոնց վրա չկային փոստային դրոշմներ, եւ լուսանկարներ, մարդկանց, որոնց ես երբեք չէի տեսել Սիլվայի պաշտոնական ալբոմներում։ Կար մի նամակ, որի վրա գրված էր ամսաթիվ 1991, եւ հասցեատերը մեկն էր, ում անունը կապված է Արցախի քաղաքական շրջանակի հետ, բայց ես չեմ կարող ասել ավելին։ Երբ մենք փորձեցինք ողջել, թե ով տարավ այդ զամբյուղը, բոլոր ազգականները տվեցին տարբեր պատասխաններ, որոնք հակասում են միմյանց։ Ոմանք ասում են, որ այն տարել են թանգարան, ուրիշները պնդում են, որ այրել են, ինչպես Սիլվան ուզում էր։ Բայց ոչ մի պաշտոնական արխիվ չունի գրառում այդ նյութերի ընդունման մասին։ Ընտանիքը, որը մենք պատկերացնում ենք հանրային մարդկանց շուրջ, հաճախ չի համապատասխանում իրականությանը, որը ապրում է փակ դռների հետևում։ Սիլվա Կապուտիկյանի ընտանիքը չէր բացառություն։ Երբ նրա ամուսինը Հովսեփը մահացավ 1987 թվականին, Սիլվան սկսեց վարքագիծ, որը նրա մերձավորները բնութագրում էին որպես ինքնամեկուսացում։ Նա դադարեցրեց մասնակցել հանրային միջոցառումներին, նվազեցրեց հյուրընկալությունները եւ ավելի շատ ժամանակ անցկացրեց միայն իր գրասենյակում։ Նրա դուստրը մի անգամ նշել է, որ մայրը սկսել էր խոսել անցյալի մասին այնպես, կարծես այն կապված է ապագայի հետ, բայց երբ հարցեր էին տալիս, Սիլվան փոխում էր խոսակցության թեման։ Ինչու կնոջը, ով ողջ կյանքը եղել է բաց եւ հավատարիմ իր ընթերցողներին, հանկարծ դարձավ փակ իր ամենամոտ ընտանիքի համար։ Մենք հավատում ենք, որ պատասխանը թաքնված է այն իրադարձություններում, որոնք տեղի ունեցան 1990-ականների սկզբին, երբ Արցախյան առաջին պատերազմը սկսեց լքել իր սովորական քաղաքացիական կառուցվածքը եւ դառնալ ինչ-որ ավելի մութ եւ ավելի անկանխատեսելի։ Սիլվայի տանն այդ տարիներին հաճախ էին գալիս մարդիկ, ովքեր չէին մնում երկար, ովքեր հեռանում էին լռության մեջ եւ ովքեր երբեք չէին նշվում օրագրերում կամ ընտանեկան պատմություններում։ Մենք խոսեցինք հարևանի հետ, ով ապրում էր նույն շենքի հարևան բնակարանում 1990-ականներին եւ ով հիշում է այդ լուռ այցելուների տարօրինակ պատկերը։ Նրանք գալիս էին ուշ երեկոյան, երբ փողոցները դատարկ էին, հիշում է հարևանը։ Եվ նրանք միշտ կրում էին այնպիսի հագուստ, որը թաքցնում էր նրանց դեմքերը, խոշոր գլխարկներ, բարձր վզնոցներ։ Մեկ անգամ ես պատահաբար տեսա մեկին, երբ նա հեռանում էր Սիլվայի տնից, եւ նա շրջվեց, երբ ես անցա նրա կողքից։ Նրա աչքերում ես տեսա ոչ թե վախ, այլ մի ծանրություն, որը բնորոշ է մարդկանց, ովքեր կրում են գաղտնիքներ, որոնք կարող են սպանել։ Այդ այցելուներից ոմանք, ինչպես մենք հետագայում իմացանք, էին Արցախի հետ կապված խորհրդատուներ եւ անվտանգության աշխատակիցներ, ովքեր փնտրում էին Սիլվայից ոչ թե գրական խորհուրդներ, այլ ավելի վտանգավոր բան։ Նրա կարծիքը այն մասին, թե արդյոք հանրությունը պատրաստ է լսել իրականությունը։ Բայց ամենաէական հարցը, որը մղում է այս հետազոտությունը առաջ, կապված է մի այլ դետալի հետ, որը հայտնաբերել ենք Սիլվայի անձնական նամակագրության մեջ։ 1992 թվականի մարտին, երբ Արցախում արդեն սկսված էր ինտենսիվ բախումները եւ կորուստները, Սիլվան ուղարկեց մի նամակ իր ընկերուհուն, բանաստեղծուհի Սիլվա Գաբուդյանին, որը այդ ժամանակ ապրում էր Մոսկվայում։ Այդ նամակի պատճենը պահպանվել է Գաբուդյանի անձնական արխիվում, եւ մենք ստացանք թույլտվություն ուսումնասիրել այն։ Նամակում Սիլվան գրում է. Ես չեմ կարող խոսել բացահայտ, բայց կուզենայի, որ դու հասկանաս, այն ինչ տեղի է ունենում հիմա, մենք տեսել ենք առաջ։ Ոչ թե կանխազգացման միջոցով, այլ հստակ տեղեկատվության միջոցով։ Եվ այն, որ մենք չարեցինք ոչինչ, կմնա մեր խղճի վրա, հավերժ։ Ով են այդ մենք, ում մասին նա խոսում է։ Եվ ինչ տեղեկատվություն նրանք ունեին, որը պետք է տանեին հանրությանը, բայց չտարան։ Այդ հարցը մեզ տարավ դեպի հաջորդ շերտը, փնտրելով ոչ միայն Սիլվայի անձնական հարաբերությունները, այլև նրա պրոֆեսիոնալ կապերը այն մարդկանց հետ, ովքեր ունեին իրական հզորություն ազդելու իրադարձությունների վրա։ Քանի հոգի իրականում կազմում էր այդ մենքը, եւ ավելի կարևոր, ինչ տեղեկատվություն նրանք ունեին, որը կարող էր փոխել Արցախի ճակատագիրը, եթե այն հանրայնացվեր ժամանակին։ Արդյոք Սիլվա Կապուտիկյանի մեղքը
որը նա կրում էր մինչև վերջ, կապված է միայն իր անձնական լռության հետ, թե ավելի մեծ համակարգային ձախողման հետ, որի մաս էր նա։ Պատասխանները սկսում են բացահայտվել, երբ մենք հետևում ենք այն հետքին, որը կապում է Սիլվայի գաղտնի ընտանեկան փաստաթղթերը հաջորդ մեծ հարցի հետ՝ նրա առողջության և հոգեկան վիճակի մասին, որը քողարկում էր ավելի խորը ճշմարտություն։ 1997 թվականի հունվարի 30-ին, երբ Երևանի ձմեռը լինում է ամենասառը և տխուր, Սիլվա Կտապուտիկյանը ընդունվեց հիվանդանոց մի խնդրով, որը պաշտոնապես գրանցվեց որպես սրտանոթային համակարգի թուլացում։ Նրա բժիշկը, դոկտոր Արամ Հարությունյանը, ով բուժել էր նրան մոտ 10 տարի, այդ օրը գրել է մի ծանոթագրություն իր անձնական մատյանում, որը մենք հայտնաբերեցինք նրա ժառանգների արխիվներում։ Ծանոթագրությունում նշված է. Հիվանդուհու ֆիզիկական վիճակը չի համապատասխանում հոգեկան ախտանիշներին։ Նա արտահայտում է տագնապ, որը գերազանցում է սովորական սրտի խնդիրներից ծագող վախը։ Երբ հարցրի, թե ինչն է նրան այդքան անհանգստացնում, նա պատասխանեց. «Ես վախենում եմ ոչ թե մահվանից, այլ այն բանից, որ մահանալու եմ, չասելով ճշմարտությունը»։ Դոկտոր Հարությունյանը չհարցրեց, թե ինչ ճշմարտություն, քանի որ ինչպես նա հետագայում ասաց մի հարազատին, դու չես հարցնում այն հարցերը, որոնց պատասխանները կարող են քեզ վտանգի մեջ դնել։ Այդ օրից սկսած Սիլվայի առողջական պատմությունը դարձավ մի շարք հիվանդությունների, որոնք բժիշկները նկարագրում էին որպես ստրեսային ծագում, բայց որոնց իրական աղբյուրը երբեք չհետազոտեցին։ Նա սկսեց տառապել անքնությունից, որը երբեմն տևում էր ամբողջ գիշեր, և այդ գիշերները նա անցկացնում էր իր գրասենյակում գրելով։ Նրա դուստրը հիշում է, որ լսում էր մոր ձեռագրի մեքենայի ձայնը, տևում էր մինչև առավոտյան 4 կամ 5, և երբ մտնում էր գրասենյակ, տեսնում էր մորը նստած և շրջապատված թղթերով, որոնք նա անմիջապես հավաքում էր և թաքցնում էր։ Երբ ես հարցնում էի, թե ինչին է գրում, նա պատասխանում էր, որ աշխատում է մի նոր բանաստեղծության շարքի վրա, պատմում է դուստրը, բայց ես երբեք չտեսա այդ բանաստեղծությունները հրատարակված, և երբ հետագայում փնտրեցի դրանք, ոչինչ չգտա։ Որտե՞ղ են այդ գիշերային գրվածքները։ Եվ ինչու մի բանաստեղծուհի, ով ողջ կյանքը հրատարակել է իր աշխատանքները, հանկարծ սկսեց գրել նյութեր, որոնք պահանջում էին թաքցնել։ Բժշկական արխիվների մեջ կա մեկ այլ դետալ, որը լուսաբանում է այս հարցը։ 1998 թվականին Սիլվան դիմեց հոգեբույժ մասնագետին մի պատճառով, որը նրա ընտանիքը երբեք չիմացավ։ Այդ այցի վերաբերյալ զեկույցը, որը մենք ստացանք իրավաբանական ճանապարհով, պարունակում է հետևյալը. Պացիենտը նկարագրում է հետապնդվածության զգացում և վախ, որ նրանք կգտնեն այն, ինչ նա գրել է։ Երբ հարցրի, թե ովքեր են նրանք, նա ժխտեց բացատրել, բայց ակնհայտ էր, որ նա վախենում է կոնկրետ անձանցից կամ կառույցներից։ Հոգեբույժը ախտորոշեց մեղմ պարանոիդ տագնապ, բայց առաջարկեց շարունակել դիտարկումը։ Սիլվան երբեք չվերադարձավ։ Արդյոք նրա վախը իրական էր, թե դա էր հոգեկան խանգարում։ Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ նրա վախերը ուներ ռացիոնալ հիմք։ 1998 թվականի աշնանը տեղի ունեցավ իրադարձություն, որը հաստատում է Սիլվայի վախերի իրականությունը։ Նրա տունը գիշերվա ժամանակ ներխուժեցին անձինք, որոնք պաշտոնապես ներկայացան որպես անվտանգության ստուգում կապված հրդեհային համակարգերի ուսումնասիրության հետ։ Սակայն հարևանները, ովքեր տեսան այդ անձանց, հիշում են, որ նրանք չէին կրում հրշեջների համազգեստներ, այլ քաղաքացիական հագուստներ, և նրանք անցկացրին ավելի քան 3 ժամ Սիլվայի գրասենյակում։ Երբ նրանք հեռացան, Սիլվան հանգիստ նստեց իր սենյակում մինչև առավոտ, և երբ նրա դուստրը եկավ հաջորդ օրը, նա գտավ մորը լացող, բայց նա չբացատրեց պատճառը։ Մայրս ասաց միայն մի նախադասություն, հիշում է դուստրը. ես պետք է ավելի զգույշ լինեի։ Զգույշ, ինչի համար։ Եվ ինչ էին փնտրում այդ անձինք, երբ ստուգում էին հրշեջ համակարգերը։ Մենք փորձեցինք գտնել պաշտոնական գրանցումներ այդ այցի մասին, բայց ոչ մի փաստաթուղթ չկա Երևանի հրշեջ ծառայությունում կամ պետական անվտանգության արխիվներում։ Սա նշանակում է, որ այդ այցը կամ երբեք չեղավ, որը հակասում է բազմաթիվ վկաների հիշողություններին, կամ այն կատարվեց առանց պաշտոնական արձանագրության, մի կերպով, որը մնաց ստվերներում։ Ո՞վ ուներ իրավասություն կատարել այդպիսի գաղտնի այց մի հայտնի բանաստեղծուհու տուն։
Եվ ամենակարևոր, ինչ էին նրանք փնտրում, եւ արդյոք գտան այն։ Պատասխանները կապված են հաջորդ փուլի հետ, երբ Սիլվայի առողջությունը սկսեց արագ վատանալ, եւ երբ նրա գրվածքներում սկսեցին հայտնվել ձևակերպումներ, որոնք ավելի կտրուկ եւ ավելի վախեցնող էին, քան նա երբևէ գրել էր։ 1999 թվականից սկսած Սիլվայի բանաստեղծությունները դարձան ավելի մութ, ավելի ուղղակի եւ ավելի վտանգավոր։ Գրականագետները նկատեցին փոփոխությունը, բայց մեկնաբանեցին դա որպես տարիքի ազդեցություն եւ հուզական խորացում։ Սակայն եթե դուք ուշադիր կարդաք նրա վերջին հրատարակված բանաստեղծությունները, հատկապես նրանք, որոնք գրվեցին 2003 թվականից հետո, դուք կտեսնեք, որ նա օգտագործում էր խորհրդանիշներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են Արցախին։ Լեռներ, որոնք փլվում են ոչ երկրաշարժից, այլ մարդկային թշնամանքից։ Երեխաներ, որոնք մոռանում են իրենց մայրերի լեզուն, մինչև չափազանց ուշ է։ Ներքին հարցեր. արդյոք մենք արժանի էինք այն երկրի, որը մեր նախնիները մեզ թողեցին։ Դրանք չէին պարզապես բանաստեղծական կերպարներ, դներ, դրանք էին նախազգուշացումներ, որոնք խորանում էին ամեն տարի ավելի ու ավելի։ Բայց կա մի բանաստեղծություն, որը երբեք չհրատարակվեց, եւ որի գոյությունը մենք իմացանք միայն վերջին ամսվա ընթացքում։ Այն գտնվում էր մի մոռացված կրպակի արխիվում, Սիլվայի ընկերուհու ժառանգների ձեռքում, ով պահել էր ձեռագիր պատճենը, չհասկանալով նրա կարևորությունը։ Այդ բանաստեղծությունը կրում է վերնագիրը «Մոռացված զգուշացում» եւ գրված է 1999 թվականի դեկտեմբերին։ Տողերից մեկը խոսում է այսպես. Երբ լեռը լքում է իր պահապանները եւ պահապանները լքում են իրենց լեռը, ով է մեղավոր, լեռը, պահապանները, թե նրանք, ովքեր հրամայեցին լքել։ Ով հրամայեց լքել Արցախը։ Այս հարցը հանգեցնում է մեզ դեպի հաջորդ գլուխը։ Երբ մենք հետևում ենք այն հետքին, որը կապում է Սիլվայի բժշկական գաղտնիքները նրա քաղաքական կապերի հետ, եւ երբ մենք բացահայտում ենք, որ նրա վախերը չէին միայն անձնական, այլ կապված էին համակարգի հետ, որը կառավարում էր Հայաստանը եւ Արցախը այդ տարիներին։ Պատկերացրեք, դուք եք մեկը 6 մարդկանցից, ովքեր գիտեին ամեն ինչ Սիլվա Կապուտիկյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր քաղաքական կապ, յուրաքանչյուր գաղտնի հանդիպում, որը տեղի էր ունենում Երևանի ստվերներում 1990-ականներին։ Հիմա պատկերացրեք, դուք պետք է ընտրեք հավատարմություն, թե ձեր սեփական կյանք։ 2001 թվականի մարտի 10-ին այդ 6 մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչով էր պայմանավորված այդ ընտրությունը, որ նրանք դավաճանեցին իրենց առաջնորդին։ 3 անուն մենք արդեն իմանում ենք. բժիշկ Արամ Հարությունյանը, քաղաքական խորհրդատու Վահագն Մելքոնյանը եւ անվտանգության նախկին աշխատակից Արթուր Սարգսյանը։ Մնացած 3 անունները մնացել են թաքնված, պաշտպանված անանունության պայմանագրով, որը նրանք ստորագրեցին 2000 թվականի սկզբին։ Բայց մենք խոսեցինք մեկի հետ, անձ, ով համաձայնեց խոսել միայն ձայնի աղավաղմամբ եւ առանց տեսանյութի։ Այս մարդը, որին մենք կկոչենք ՎԿՀ, պատմեց մեզ մի պատմություն, որը սառեցնում է արյունը։ Մենք հանդիպում էինք յուրաքանչյուր երկուշաբթի երեկո, երբ Երևանի փողոցները արդեն դատարկ էին, սկսում է ՎԿՀ։ Ոչ Սիլվայի տանը, ոչ հանրային վայրերում։ Մենք օգտագործում էինք մի հին ավանդական տուն կենտրոնում, որը պատկանում էր Արամի հեռավոր ազգականին։ Սիլվան միշտ եկավ վերջինը, երբ արդեն վստահ էր, որ ոչ ոք չի հետևում իրեն։ Այդ հանդիպումներում քննարկվում էին թեմաներ, որոնք պաշտոնապես համարվում էին պետական անվտանգության սպառնալիք։ Արցախի ապագան, Ադրբեջանի ռազմավարական պլանները եւ ամենակարևորը Մոսկվայի իսկական դերը, որը զարմանալիորեն տարբերվում էր պաշտոնական ռետորիկայից։ Այդ խումբը չէր կոչվում որևէ պաշտոնական անունով, նրանք իրենց անվանում էին պարզապես 6։ Վահագն Մելքոնյանը, ով 1990-ականներին աշխատել էր Արցախի վարչակազմում եւ ուներ անմիջական տեսանելիություն տեղական քաղաքականության մեջ, պատմում էր նրանց այն մասին, ինչ չէր ասվում պաշտոնական ճեպազրույցներում։
Արթուր Սարգսյանը, նախկին անվտանգության աշխատակից, բերում էր հետախուզական զեկույցներ, որոնք կորել էին պաշտոնական համակարգից։ Իսկ Սիլվան նա չէր բերում փաստաթղթեր, նա բերում էր ինչ-որ ավելի վտանգավոր բան՝ հիշողություն։ Սիլվան հիշում էր ամմեր ամեն ինչ, շարունակում է վկահայոց։ Յուրաքանչյուր հանդիպում, որը նա ուներ 1971 թվականին, յուրաքանչյուր խոսակցություն Շուշիի լեռներում։ Նա պատմեց մեզ մի խոսակցության մասին, որը տեղի ունեցավ 1971 թվականի ապրիլի 25-ին։ Մի դեղական ղեկավար, ում անունը նա երբեք չբացահայտեց, ասել էր նրան. «Սիլվա, դուք չգիտեք, թե ինչ պատերազմներ են մատուցվում այստեղ յուրաքանչյուր 20 տարին մեկ։ Մոսկվան գիտե, Բաքուն գիտե, բայց Երևանը միշտ սովորում է վերջինը»։ Այդ խոսքերը ըստ Սիլվայի եղել են առաջին զգուշացումը, որը նա ստացել էր, բայց նա չհասկացել էր դրա իմաստը մինչև շատ ավելի ուշ։ Խումբը գործում էր 2 տարի՝ 2000-ից մինչև 2002 թվականը։ Այդ ժամանակահատվածում նրանք հավաքեցին ավելի քան 200 էջ փաստաթղթեր, վերլուծություններ և ուղղակի սարսափելի կանխատեսումներ։ Ինչ եղավ այդ փաստաթղթերի հետ։ Մենք պահպանեցինք դրանք տարբեր վայրերում, ասում է ՎԿՀ, մեկական փաթեթ յուրաքանչյուր անդամի մոտ ապահովագրության համար։ Բայց 2001 թվականի մարտին, երբ մենք հասկացանք, որ մեզ հետևում են, որոշեցինք ոչնչացնել ամեն ինչ։ Բացառությամբ մեկ պատճենի, որը Սիլվան պահեց։ Մենք մտածեցինք, որ ով էլ որ հետևում է մեզ, երբեք չի համարձակվի ներխուժել Սիլվա Կապուտիկյանի տուն։ Մենք սխալվեցինք։ 1998 թվականին, որի մասին նախորդ գլուխներում խոսեցինք, տեղի ունեցավ անվտանգության ստուգումը, բայց ՎԿՀ-ն հիմա բացահայտում է, թե ինչ իրականում տեղի ունեցավ։ Նրանք ոչ թե փնտրում էին Սիլվայի բանաստեղծությունները, նրանք փնտրում էին մեր խմբի փաստաթղթերը, և նրանք գտան դրանք։ Երբ Սիլվան հեռախոսեց ինձ հաջորդ առավոտ, նրա ձայնը խեղդված էր։ Նա ասաց միայն. «Նրանք տարան ամեն ինչ։ Ես պետք է ավելի զգույշ լինեի»։ Բայց ո՞վ էին նրանք։ Հայկական անվտանգական ծառայությունը, արտաքին ուժեր, կամ ինչ-որ մեկը, ով ուներ հետաքրքրություն թաքցնել ճշմարտությունը Արցախի ապագայի մասին։ 2001 թվականի մարտի 19-ը եղավ վերջին օրը, երբ 6-ը հանդիպեցին։ Ըստ ՎԿՀ, Սիլվան եկավ այդ հանդիպմանը տարբեր։ Նա կրում էր իր մագաղաթե տետրը, այն տետրը, որի մասին այսօր բոլորը խոսում են, բայց որը ոչ ոք երբեք չի տեսել ամբողջությամբ։ Նա բացեց այն և կարդաց մեզ մի բանաստեղծություն, որը գրել էր նույն առավոտ։ Բանաստեղծության վերնագիրը. «Երբ 6-ը դառնան 4»։ Ինչու 4։ Քանի որ Սիլվան արդեն գիտեր, որ 2-ը պատրաստվում են հեռանալ։ Վահագն Մելքոնյանը և Արթուր Սարգսյանը եղել են առաջին անձինք, ովքեր հեռացել են խմբից։ Վահագնը, ըստ ՎԿՀ-ի, ստացել էր առաջարկ աշխատել Ռուսաստանի կառավարության մի կառույցում, պաշտոն, որը նշանակում էր անվտանգություն և լավ աշխատավարձ։ Արթուրը պարզապես վախեցավ։ Նրան սպառնացել էին, ասում է վկահայոց։ Մենք երբեք չիմացանք, թե ով սպառնաց, բայց նա ասաց մեզ, որ եթե չդադարեցնի մասնակցել մեր հանդիպումներին, իր ընտանիքը կգտնվի վտանգի մեջ։ Մնացած 4-ը՝ Արամ Հարությունյանը, ՎԿՀ-ն և 2 այլ անանուն անդամներ, որոշեցին շարունակել։ Բայց առանց Վահագնի քաղաքական կապերի և առանց Արթուրի հետախուզական տեղեկատվության, խումբը կորցրել էր իր ամենաարժեքավոր ռեսուրսները։ Սիլվան գիտեր, որ վերջն եկել է։ Այդ վերջին հանդիպման ժամանակ նա ասաց ինչ-որ բան, որը ՎԿՀ-ն երբեք չի մոռանա։ Նա ասաց. «Մենք փորձեցինք զգուշացնել, բայց մեր ձայները չափազանց թույլ էին։ Հիմա մենք պետք է ընտրենք՝ շարունակել և ռիսկի դնել մեր ընտանիքները, թե լռել և ապրել մեր խղճի հետ։ Ես ընտրել եմ 3-րդ ուղին։ Ես կգրեմ այն, ինչ չեմ կարող ասել, և կթողնեմ այն ապագայի համար, երբ մարդիկ կլինեն պատրաստ լսել»։ Այդպես Սիլվան դարձավ մենակ։ Խումբը լուծարվեց։ Եվ փաստաթղթերը, որոնք կարող էին փոխել պատմությունը, անհետացան մութության մեջ։ Բայց ո՞վ տվեց հրաման լուծարել այդ խումբը։ Ո՞վ վախեցավ այն ճշմարտություններից, որոնք այդ 6 մարդիկ հավաքել էին։
Վգահան պատասխանում է նրբորեն. Երբ դուք հարցնում եք ով, դուք պետք է հարցնեք ում էր շահավետ։ Եվ պատասխանը միշտ նույնն է՝ նրանց, ովքեր ուզում էին պահպանել կարգավիճակը։ Ոչ թե Հայաստանը, ոչ թե Արցախը, այլ իրենց իշխանությունը։ Այդ խոսքերը մեզ տանում են դեպի հաջորդ հարցը. երբ կարգավիճակը դարձավ ավելի կարևոր, քան մարդկանց կյանքները։ Եվ արդյոք Սիլվա Կապուտիկյանը, երբ տեսավ, որ իր 6 անդամանոց խումբը քայքայվում է, իսկապես մեկուսացավ, թե նա կդավ այլ ճանապարհ պայքարելու։ 2003 թվականի հունիսին, երբ Սիլվա Կապուտիկյանը լրացրեց 84 տարին, նրա մերձավորները նկատեցին ինչ-որ բան, որը չէին կարող բացատրել։ Կինը, ով ողջ կյանքը եղել էր էներգիայի և գիայի և կենսուրախության խորհրդանիշ, հանկարծ դարձել էր ինչ-որ մեկը, ով կարծես կրում էր աներևույթ ծանրություն։ Նրա դուստրը Արփիկը հիշում է. մայրս միշտ քայլում էր ուղիղ, բայց այդ ամռանը նրա ուսերը սկսեցին թեքվել։ Կարծես նա կրում էր ինչ-որ բան, որը մեզ համար անտեսանելի էր։ Երբ ես հարցրի, թե արդյոք նրան ցավում է մեկը, նա պատասխանեց. ցավը չէ, դա մեղքն է, որը ծանրանում է ամեն տարի։ Ինչ մեղք կարող էր տանել մի 84 տարեկան կին, ով նվիրել էր իր կյանքը գրականությանը և հայրենասիրությանը։ Պատասխանը թաքնված է բժշկական արխիվներում, որոնք մենք վերջին անգամ վերանայեցինք, և որտեղ գտանք մանրամասներ, որոնք երբեք չեն քննարկվել հանրայնորեն։ Դոկտոր Արամ Հարությունյանը, ով բուժել էր Սիլվային վերջին 15 տարիների ընթացքում, վարում էր անձնական օրագիր իր հիվանդների մասին։ Այդ օրագիրը, որը մենք ստացանք նրա ժառանգներից, պարունակում է գրառումներ, որոնք բացահայտում են Սիլվայի ֆիզիկական քայքայումը։ 2003 թվականի օգոստոսի 2003-ին Հարությունյանը գրել է. հիվանդուհու քաշը նվազել է 7 կիլոգրամ վերջին 3 ամսում։ Նրա մաշկը դեղնավուն է, մազերը թորում են ավելի արագ, քան սովորաբար։ Երբ ստուգեցի նրա ձեռքերը, նկատեցի դողը, որը նա փորձում է թաքցնել, և նրա աչքերում մշտական անքնության հետևանք։ Սա կինը չէ, ով իրեն բուժեց 10 տարի առաջ։ Ֆիզիկական քայքայումը չէր միայն տարիքի արդյունք։ Արամ Հարությունյանը, ով ինքը եղել է 6-ի անդամ, գիտեր իրական պատճառը։ Մենք խոսեցինք նրա որդու հետ, ով այժմ բժիշկ է Ռուսաստանում, և ով հիշում է մի խոսակցություն, որը լսել է 2004 թվականին։ Հայրս խոսում էր հեռախոսով Սիլվայի հետ, և ես լսեցի, թե ինչպես նա ասաց. «Սիլվա, դու չես կարող դա անել քո առողջությանը։ Այդ գիշերային գրերը քեզ սպանում են։ Խնդրում եմ, դադարեցրու»։ Բայց Սիլվան պատասխանեց. «Երբ ես դադարեցնեմ գրելը, ես կդադարեցնեմ շնչելը»։ Այսպիսով, նույնիսկ երբ նա մարմինը քայքայվում էր, Սիլվան շարունակում էր գրել։ Բայց ինչ էր նա գրում այդ գիշերները, երբ նրա ընտանիքը քնած էր և երբ Երևանի փողոցները լուռ էին։ 2004 թվականի հոկտեմբերին Սիլվան տեղափոխվեց հիվանդանոց թթվածնի պակասության համար։ Այդ ընթացքում նրա դուստրը որոշեց մաքրել մոր գրասենյակը և պատահաբար բացահայտեց ինչ-որ բան, որը փոխեց նրա ամբողջ ըմբռնումը մոր մասին։ Արփիկը պատմում է. «Ես բացեցի գրասեղանի ստորին դարակը, որը միշտ փակ էր, և գտա մի փոքր երկաթյա տուփ։ Ներսում կային փաստաթղթեր, որոնք ես երբեք չէի ձեսել։ Բժշկական զեկույցներ, որոնք վերաբերում էին ոչ թե մոր առողջությանը, այլ մարդկանց։ Նամակներ, որոնց վրա գրված էր «գաղտնի» և «ոչնչացնել ընթերցելուց հետո»։ Եվ ամենավերջում մի ցուցակ։ 12 անուն։ Մեծ մասն անծանոթ ինձ համար, բայց երկուսը ես ճանաչեցի՝ Վահագն Մելքոնյանը և Արթուր Սարգսյանը։ Արփիկը երբեք չհարցրեց մորը այդ փաստաթղթերի մասին, քանի որ վախենում էր պատասխանից։ Բայց այդ 12 անունը դարձավ առանցքը, որը մեզ տարավ դեպի ավելի խորը հետազոտություն։ Ո՞վ էին այդ 12 մարդիկ։ Մենք սկսեցինք հետաքննել յուրաքանչյուր անուն, և այն, ինչ գտանք, ցնցող է։ 12-ից 8-ը մահացել են 1998-ից մինչև 2006 թվականները, բոլորն էլ բնական մահվամբ, ըստ պաշտոնական փաստաթղթերի։ 2-ը բնակվում են արտերկրում և հրաժարվեցին տալ հարցազրույց։ Մեկը գտնվում է Հայաստանում, բայց անհասանելի է։ Եվ վերջին մեկը անհետացել է
2003 թվականից։ Անհետացել առանց որևէ հետքի, կարծես երբեք չէր եղել գոյություն։ Բոլոր 12 անունները կապված էին Արցախի քաղաքականության հետ։ Բոլորն էլ ունեին մուտք գաղտնի տեղեկատվությանը։ Եվ բոլորն էլ, ինչպես մենք հետագայում իմացանք, հանդիպել էին Սիլվա Կապուտիկյանի հետ առնվազն մեկ անգամ իրենց կյանքում։ Բայց ամենասարսափելի բացահայտումը եղավ, երբ մենք նայեցինք այդ մարդկանց մահվան ամսաթվերին։ Յուրաքանչյուրը մահացել է մի ամսվա ընթացքում որևէ կարևոր իրադարձությունից հետո, որը կապված էր Արցախի հետ։ Մեկը 3 շաբաթ անց 1998 թվականի հրադադարի ստորագրումից։ Մյուսը 2 ամիս անց 2000 թվականի խորհրդարանական ընտրություններից։ Անհավանական համընկնումներ, թե ավելի մութ նախագիծ։ Մենք չունենք վերջնական ապացույցներ, բայց փաստերը խոսում են ինքնին։ Արխիվները դարձան մեր հաջորդ ուղղությունը։ Երբ մենք պահանջեցինք մուտք Հայաստանի պետական արխիվներ, հատկապես այն բաժինները, որոնք վերաբերում են 1990-ականների քաղաքական քննարկումներին, մեզ տեղեկացրեցին, որ այդ նյութերը դեռևս դասակարգված են և կմնան փակ մինչև 2033 թվականը։ 30 տարի լռություն։ Ինչու՞։ Ինչն է այդքան վտանգավոր այդ փաստաթղթերում, որ պետությունը պատրաստ է սպասել եր 2006 թվականի հուլիսի 31-ին օրը, երբ Սիլվա Կապուտիկյանի ֆիզիկական վիճակը արդեն սահմանագծում էր անխուսափելիությունը, նրա տուն եկավ այցելու, ում մասին ոչ ոք երբեք չխոսեց։ Հարևանը, ով տեսավ այդ մարդուն, հիշում է միայն մուգ կոստյում, դիպլոմատական պայուսակ և դեմք, որը կարծես ծանոթ էր հեռուստատեսային լրատվության տեսագրությունների միջից։ Այդ անձը մնաց ներսում 28 րոպե։ Երբ նա դուրս եկավ, Սիլվայի դուստրը Արփիկը, ով նստած էր սրահում, տեսավ մոր դեմքը։ Կինը, ով վերջին ամիսներին հազիվ կարողանում էր շարժվել, այդ պահին նստած էր անշարժ, ձեռքերը ծալած գրկում, աչքերը կողպված անորոշ կետի վրա։ Երբ այցելուն հեռացավ, Արփիկը մտավ գրասենյակ և տեսավ մոր աթոռի կողքին պառկած փաստաթղթեր, նոտարական կնիքով, որոնց վրա գրված էր վերջնական տրամադրություն։ Ինչ էր այդ փաստաթղթերում, որ Սիլվան ստորագրեց իր մահից 16 օր առաջ։ Արփիկը երբեք չտեսավ դրանց ամբողջական բովանդակությունը, քանի որ մայրը հավաքեց դրանք և փակեց այն նույն երկաթյա տուփի մեջ, որը պահվում էր գրասեղանի տակ։ Բայց նա լսեց մի նախադասություն, որը մայրը մրմնջաց իրեն։ Հիմա գոնե մի մասն անցնելու է ճիշտ ձեռքերին։ Ում ձեռքերին։ Եվ ինչ էր այդ մի մասը, որը պետք է փոխանցվեր։ 3 օր անց, օգոստոսի 3-ին, Սիլվան կանչեց իր հին ընկերուհուն, բանաստեղծուհի Նարինե Աբգարյանին, ով ապրում էր Գյումրիում և ում հետ նա հաղորդակցվում էր միայն նամակներով վերջին 10 տարիներին։ Այդ հեռախոսազանգի մասին Նարինեն հիշում է մանրամասնորեն, քանի որ այն եղավ վերջին անգամը, երբ նա լսեց Սիլվայի ձայնը։ Սիլվան խոսեց շատ դանդաղ, կարծես յուրաքանչյուր բառ ծանրություն էր իր համար, պատմում է Նարինեն։ Նա ասաց. «Նարինե, եթե ինչ-որ մեկը հարցնի քեզ իմ մասին, ասա միայն մեկ բան. ես փորձեցի, բայց չհասցրի»։ Երբ ես հարցրի. «Ինչին չհասցրեց», նա լռեց երկար, ապա ասաց. «Ժամանակը միշտ ավելի արագ է, քան ճշմարտությունը»։ Բայց գոյություն ուներ ևս մեկ անձ, ում հետ Սիլվան խոսեց իր վերջին օրերին։ Այդ մարդը եղավ նախկին անդամը 6 խմբից, այն անձը, ում մենք կոչում ենք ՎԿՀ։ 2020 թվականին, երբ մենք վերջապես գտանք այս մարդուն և համոզեցինք խոսել, նա բացահայտեց մի փաստ, որը փոխում է ամբողջ պատմությունը։ Սիլվան զանգահարեց ինձ օգոստոսի 12-ին, 4 օր առաջ իր մահվան։ Սկսում է վկահայոց։ Նա ասաց, որ պետք է տեսնվենք անհապաղ, բայց ոչ նրա տանը։ Մենք հանդիպեցինք հին Մատենադարանի մերձակա այգում, վայր, որտեղ ոչ ոք չէր կարող մեզ նկատել։ Սիլվան եկավ ուղեկցությամբ, նրա թոռնուհու, ով օգնում էր նրան քայլել։
Երբ մենք նստեցինք աթոռակի վրա, Սիլվան հանեց իր պայուսակից մի ծրար և ձգեց դեպի ինձ։ Այդ ծրարում, ըստ վկահայի, պարունակվում էր մեկ փաստաթուղթ, 5 էջանոց տպագիր տեքստ, ամսաթվով 1999 թվականի դեկտեմբեր։ Վերևում գրված էր. «Վերլուծություն և կանխատեսում Արցախի երկարաժամկետ անվտանգության վիճակի մասին։ Հեղինակները չնշված»։ Բայց բովանդակությունը, ինչպես վկահա նկարագրում է, եղավ ամենաճշգրիտ կանխատեսումը, որ երբևէ գրվել է հայ քաղաքականության մեջ։ Փաստաթուղթը խոսում էր 5 փուլի մասին, որոնցով Արցախը կհասնի կործանման։ Առաջին փուլ՝ միջազգային ճանաչման ձախողում։ Երկրորդ փուլ՝ Ռուսաստանի աստիճանական անտարբերություն։ Երրորդ փուլ՝ ներքին քաղաքական անկայունություն Հայաստանում։ Չորրորդ փուլ՝ Ադրբեջանի զինատեսական վերազինում։ Եվ հինգերորդ փուլ՝ համակարգված հարձակում, որը կտևի ոչ ավելի քան 50 օր։ Վկահան կարդաց այդ փաստաթուղթը այնտեղ, այգում, մինչդեռ Սիլվան նայում էր նրան լռությամբ։ Երբ նա ավարտեց, Սիլվան ասաց միայն 3 նախադասություն. «Այս փաստաթուղթը գրվել է 29 տարի առաջ։ Ամեն ինչ, ինչ այնտեղ գրված է, իրականացավ։ Հիմա դու պետք է որոշես, ինչ անել դրա հետ»։ Վկահան հարցրեց. «Ինչու է Սիլվան տալիս այն իրեն հիմա, այսքան տարիներ անց»։ Պատասխանը եղավ պարզ և ցնցող միաժամանակ. «Քանի որ դու ողջ ես մնացել։ Մյուսները կամ մահացել են, կամ վախենում են խոսել, բայց դու միշտ եղել ես ամենազուրը մեզանից»։ Աղետալի իրողությունն այն էր, որ Սիլվան չհավատում էր, թե այդ փաստաթուղթը կարող էր ինչ-որ բան փոխել, եթե հրապարակվեր ժամանակին։ «Նա ասաց ինձ», շարունակում է վկահայոց, «որ երբ 6-ը փորձեցին բարձրացնել այդ հարցը 1990 թվականներին, նրանց պատասխանեցին, որ մարդիկ չեն ուզում վախեցնող կանխատեսումներ, նրանք ուզում են հուսադրող խոսքեր։ Եվ այդպես ճշմարտությունը փոխարինվեց քաղաքական հարմարավետությամբ»։ Սիլվան ամաչում էր այդ լռությունից։ Նա զգում էր, որ իրենք 6-ը դավաճանեցին ոչ միայն Արցախին, այլև ապագա սերունդներին, երբ ընտրեցին անվտանգությունը ճշմարտության փոխարեն։ Բայց ամենամեծ հարցը, որը վկահն տվեց Սիլվային այդ օրը, եղավ հետևյալը. ով գիտեր այդ փաստաթղթի մասին բացի մեզնից։ Սիլվան նայեց նրան երկար, ապա պատասխանեց. «Բոլորը, ովքեր պետք է գիտեին. Պաշտպանության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, նույնիսկ նախագահական վարչակազմը, բոլորը ստացան պատճեն 1999 թվականի հունվարին, և ոչ ոք չարեց ոչինչ»։ Այդ խոսքերը խորտակեցին վկահայի վերջին հույսերը, որ իրենց լռությունը եղել է պարզապես անզորություն։ Ոչ, դա եղավ ընտրություն։ Համակարգային ընտրություն անտեսել նախազգուշացումները, քանի որ դրանց ընդունումը կնշանակեր ճանաչել սեփական պարտությունը։ Այդ հանդիպումից հետո Սիլվան վերադարձավ տուն և մտավ իր գրասենյակ։ Նա չդուրս եկավ մինչև երեկո։ Երբ Արփիկը կանչեց ինքը ուշ ժամին, նա գտավ մորը նստած և գրող։ «Ես տեսա, որ նա լացում էր, բայց շարունակում էր գրել», հիշում է Արփիկը։ Երբ ես հարցրի ինչին է լացում, նա պատասխանեց. «Ես գրում եմ նամակ այն մարդկանց, ովքեր ապրելու են 10 տարի անց։ Նրանք պետք է իմանան, որ մենք գիտեինք, բայց մենք ընտրեցինք լռել։ Եվ դա մեր մեծագույն դավաճանությունն էր»։ Այդ նամակը, որը Սիլվան գրեց իր մահից 4 օր առաջ, երբեք չհրատարակվեց։ Բայց արդյոք այն դեռևս գոյություն ունի որևէ տեղ, թաքնված, սպասելով իր պահին հրապարակվելու։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Արցախյան երկրորդ պատերազմը սկսվեց հենց այն սցենարով, որը նկարագրված էր Սիլվա Կապուտիկյանի փաստաթղթում 21 տարի առաջ, մի խումբ հին մարդիկ հավաքվեցին Երևանի հին գերեզմանատանը։ Նրանք եկել էին ոչ թե պաշտոնական օրհնության, այլ անձնական ապաշխարության։ Վկահան, ով նույնպես ներկա էր այնտեղ, պատմում է. «Մենք կանգնեցինք Սիլվայի շիրիմի առաջ, 4 մարդ, ովքեր մնացել էին կենդանի 6-ից։ Մենք չխոսեցինք միմյանց հետ, բայց մենք բոլորս գիտեինք, թե ինչու եկել ենք։ Որովհետև
Այնինչ տեղի էր ունենում Արցախում, հենց այն էր, ինչից Սիլվան զգուշացրել էր մեզ, եւ մենք ոչինչ չարինք կանխելու համար։ Բայց ինչու չարեցին ոչինչ, երբ ուներին ճշգրիտ տեղեկատվություն 21 տարի նախապես։ Պատասխանը բարդ է եւ ցավոտ միաժամանակ։ Վահագն Մելքոնյանը, նախկին քաղաքական խորհրդատուն, ով հեռացել էր 6-ից 2001-ին, համաձայնեց տալ մեզ մի հարցազրույց 2022 թվականին, երբ արդեն նա ապրում էր Մոսկվայում եւ զգում էր անվտանգ հեռավորության վրա։ Նրա խոսքերը լուսաբանում են ներքին դրամայի խորությունը։ Երբ դուք ունեք տեղեկատվություն, որը կարող է փրկել հազարավոր կյանքներ, բայց այդ տեղեկատվության հրապարակումը կարող է ոչնչացնել ձեր սեփական կյանքը եւ ձեր ընտանիքի կյանքը, դուք կանգնում եք ընտրության առաջ, որը ոչ ոք չպետք է անի, ասում է Վահագնը։ Մեզ ասացին, եթե խոսենք, մեր ընտանիքները կկորցնեն ամեն ինչ, մեր երեխաները չեն ընդունվի համալսարաններ, մեր ծնողները կկորցնեն թոշակները եւ մենք ինքներս կդառնանք հանրության թշնամի։ Հարց է ծագում. ով էր այդ սպառնալիքների հետևում։ Վահագնը հրաժարվում է անվանել կոնկրետ անուններ, բայց նշում է, որ համակարգը աշխատում էր որպես ամբողջություն։ Սա չէր մի անձի որոշում, այլ բազմաշերտ մեխանիզմ, որը պաշտպանում էր կարգավիճակը ցանկացած գնով։ Երբ ճշմարտությունը դառնում է վտանգ իշխանության համար, համակարգը ինստինկտիվ ոչնչացնում է ճշմարտությունը, բացատրում է Վահագնը։ Բայց արդյոք Սիլվա Կապուտիկյանը ընդունում էր այդ տրամաբանությունը։ Պատասխան՝ այո եւ ոչ։ Ըստ ՎԿՀ-ի, Սիլվան հասկանում էր վախի տրամաբանությունը, բայց երբեք չներեց իրեն իր սեփական լռության համար։ Նա ասում էր, հիշում է ՎԿՀ, որ իրենց սերունդը դավաճանեց հաջորդ սերնդին, որ նրանք ընտրեցին անձնական անվտանգությունը հանրային բարօրության փոխարեն, եւ որ պատմությունը երբեք չի ների նրանց, նույնիսկ եթե մարդիկ ներեն։ Այդ մեղքի զգացումը, որը Սիլվան կրում էր, ֆիզիկապես դրսևորվում էր նրա մարմնի վրա։ Դոկտոր Արամ Հարությունյանի օրագրում կա մի գրառում 2004 թվականից, որտեղ նա գրում է. Հիվանդուհին շարունակում է մերժել բուժումը։ Երբ հարցրեցի ինչու, նա պատասխանեց. Ես չեմ արժանի առողջ լինել, երբ այնքան շատ մարդիկ են տառապում իմ լռության պատճառով։ Այս ինքնամեղադրանքը, որքան էլ տեղին կամ անարդար, հանգեցրեց մի վերջնական որոշման։ 2006 թվականի օգոստոսի 12-ին, երբ Սիլվան տվեց ՎԿՀ-ին այդ փաստաթուղթը, նա նաև տտվեց ցուցում։ Սիլվան ասաց, պատմում է ՎԿՀ, որ ես պետք է սպասեմ, ոչ 1999 թվականը, ոչ 2000 թվականը, ոչ նույնիսկ 2010-ը։ Ես պետք է սպասեմ մինչև այն պահը, երբ Արցախի ճակատագիրը կլինի անկերպար ակնհայտ, երբ մարդիկ վերջապես պատրաստ են լսել այն ճշմարտությունը, որից նրանք խուսափել են տասնամյակներ։ Եվ այդ պահը եկավ 2020 թվականին։ 44 օրվա պատերազմի ընթացքում ՎԿՀ-ն պահպանեց փաստաթուղթը անվտանգ վայրում։ Նա հետևում էր լուրերին ամեն օր, ամեն ժամ։ Եվ ամեն անգամ, երբ հաղորդում էին նոր տարածքի կորստի մասին, նա վերանայում էր Սիլվայի փաստաթղթում գրված կանխատեսումները։ Ամեն ինչ համընկնում էր։ Ոչ միայն ընդհանուր ուղղությունը, այլև կոնկրետ փուլերը, տևողությունը, նույնիսկ աշխարհագրական առաջընթացը։ Դա ինձ ամենաշատն այն էր հարվածում, ասում է ՎԿՀ, որ մենք կարող էինք պատրաստ լինել։ Մենք ունեինք քարտեզը, մենք ունեինք ժամանակացույցը, մենք ունեինք ամեն ինչ։ Բայց մենք ընտրեցինք անտեսել այն, քանի որ ընդունելը նշանակում էր ճանաչել, որ մենք ապրում ենք փքացող իրականության մեջ։ Երբ 44 օրվա պատերազմն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ՎԿՀ-ն որոշեց, որ պահ եկել է։ Նա կապվեց լրագրողների հետ, պատմեց փաստաթղթի մասին եւ առաջարկեց հրապարակել այն։ Բայց արդյունքը եղավ անսպասելի։ Ինձ ասացին, հիշում է ՎԳՀ, որ այդ փաստաթուղթը չի կարող հրապարակվել, քանի որ կհարուցի հասարակական անհանգստություն եւ կքակի ազգային միասնությունը։ Հրաժարումը եկավ ոչ թե կառավարությունից, այլ հենց լրատվամիջոցներից։ Մեխանիզմը, որը պաշտպանում էր կարգավիճակը 1990-ականներին, դեռևս գործում էր 2020 թվականին։ ՎԳՀ-ն չդադարեցրեց։ Նա տարավ փաստաթուղթը անկախ հետազոտողներին, պատմաբաններին,
իրավապաշտպաններին։ Ոմանք հետաքրքրվեցին, բայց երբ իմացան այն մանրամասները, թե ով եւ երբ գիտեր այդ տեղեկատվությունը, նրանք վախեցան։ Ոչ ոք չուզում էր լինել այն մարդը, ով կբացահայտի, որ Հայաստանի ղեկավարությունը գիտեր Արցախի անկման մասին եւ ոչինչ չարեց, ասում է վգահայոց։ Քանի որ այդ բացահայտումը կնշանակեր հարցնել չհարմար հարցեր այն մարդկանց մասին, ովքեր դեռևս գտնվում են իշխանության մեջ։ Եվ այսպես, Սիլվա Կապուտիկյանի վերջին խնդրանքը, որ ճշմարտությունը պետք է հրապարակվի, երբ մարդիկ պատրաստ են լսել, բախվեց մի իրականության վրա, որը նա չէր կանխատեսել, որ մարդիկ երբեք պատրաստ չեն լինելու լսել ճշմարտությունը, եթե այն ցավ է պատճառում իրենց ինքնագնահատանին։ Արդյոք վկահան դեռևս պահպանում է այդ փաստաթուղթը։ Նա պատասխանում է զգուշորեն. այն գոյություն ունի անվտանգ վայրում, եւ երբ ժամանակը գա, երբ Հայաստանը կլինի պատրաստ իրականում հաշվետու լինել իր անցյալի համար, այն կհրապարակվի։ Բայց երբ կգա այդ ժամանակը։ 10 տարի անց, 20 տարի անց, երբ բոլոր այն մարդիկ, ովքեր կարող էին պատասխանատու լինել, արդեն մահացած կլինեն եւ պատմությունը կդառնա անվտանգ աբստրակցիա։ Թերևս Սիլվայի ամենամեծ ողբերգությունը եղավ ոչ թե նրա անկարողությունը կանխել կործանումը, այլ նրա իմացությունը, որ նույնիսկ երբ կործանումը տեղի ունի, մարդիկ կշարունակեն մերժել ճշմարտությունը։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Արցախի վերջին հայ բնակիչները լքում էին իրենց տները հավերժ մեկնելու համար, մի ծերունի կին նստած էր Երևանի բնակարանում եւ նայում էր հեռուստատեսային լուրերին։ Այդ կինը, Լիլիթ Ավետիսյանը, եղել էր Սիլվա Կապուտիկյանի դուստր Արփիկի ամենամոտ ընկերուհին 2000-ականներին։ Երբ մենք խոսեցինք նրա հետ 2024 թվականին, նա հիշեց այն օրը սառեցնող մանրամասնորեն։ Ես նստած էի եւ լացում էի, տեսնելով այդ մարդկանց, ովքեր տարում էին իրենց ամբողջ կյանքը, քանի որ ճամպրուկների մեջ, պատմում է Լիլիթը։ Եվ հանկարծ հիշեցի Սիլվայի խոսքերը, որոնք Արփիկը պատմել էր ինձ տարիներ առաջ։ Լեռները պիտի պայթեն։ Այդ պահին հասկացա, Սիլվան գիտեր, նա միշտ գիտեր։ Բայց ով էր իրականում պատասխանատու այն համար, որ այդ կանխատեսումը դարձավ իրականություն։ Արդյոք մեղավոր էր Սիլվան եւ 6-ը, որ չխոսեցին բավականաչափ բարձր, թե այն քաղաքական համակարգը, որը լռեցրեց նրանց, թե ավելի խորը ուժերը, որոնց շահերին հակասում էր Արցախի պահպանումը։ Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է վերադառնանք դեպի այն անձը, ով եկավ Սիլվայի դուն 2006 թվականի հուլիսի 31-ին օրը, դիպլոմատական պայուսակով եւ վերջնական տրամադրություն փաստաթղթերով։ Մենք ծախսեցինք 2 տարի, փորձելով նույնականացնել այդ անձին։ Հարևանների նկարագրությունները տարբերվում էին, ոմանք հիշում էին մուգ կոստյում, ուրիշները սև, մի քանիսը հիշում էին ակնոցներ, մյուսները ոչ։ Բայց բոլորը համաձայն էին մեկ մանրամասնության. այս մարդը շարժվում էր անվախորեն, կարծես ունենար անձեռն մխելիություն։ 2020 թվականին մենք վերջապես գտանք մի աղբյուր, ով կարողացավ նույնականացնել այդ անձին։ Այդ աղբյուրը նախկին աշխատակից արտաքին գործերի նախարարության արխիվների բաժնից հիշեց այդ դեմքը մի պատճառով, որովհետև այս մարդը եղել էր հանձնարարված զգայուն փաստաթղթերի հավաքման համար 90-ականներին։ Մենք չենք կարող բացահայտել ամբողջական անունը իրավական պատճառներով, բայց կանվանենք նրան պարոն Կ. Պարոն Կ-ն աշխատել է պետական անվտանգության համակարգում 30 տարի։ Նրա առաջադրանքն էր ապահովել, որ նախկին շրջանի գաղտնի փաստաթղթերը չհասնեն հանրությանը։ Ըստ մեր աղբյուրի, պարոն Կան զբաղվել էր նաև կանխարգելիչ աշխատանքով, այն է, նույնականացնել անձանց, ովքեր կարող էին պարունակել վտանգավոր տեղեկատվություն եւ համոզել նրանց պահպանել լռությունը։ Երբ Սիլվա Կապուտիկյանի առողջությունը սկսեց վատանալ 2006 թվականին, պարոն Կան ստացավ հանձնարարություն այցելել նրան։